Երևանում, Գյումրիում և Աբովյանում այս տարի ևս մենաներկայացումների իսկական շքահանդես է հայտարարում Արմոնո 24-րդ միջազգային թատերական փառատոնը։ Մշակույթի նախարարության աջակցությամբ ապրիլի 14-ից մինչև մայիսի 1-ը հայ թատերասերներին կներկայացվի 22 մոնոներկայացում, որոնցից 8-ը միջազգային ծրագրում։ Փառատոնի օրակարգը հարստացնելով Իսպանիայի, Իտալիայի, Սերբիայի, Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի մոնոթատրոնների արդի արվեստի էսթետիկայով ցուցադրելով մոնոդրամա, մոնոդոկ, մոնոպար։ Այս տարի փառատոնային ծրագրում առանձնահատուկ տեղ ունեն համաշխարհային մշակույթի գիգանտների ճակատագրին ու ստեղծագործական փնտրտուքներին նվիրված բեմադրությունները Ֆիլիպ Ռիստովսկու Նիժինսկի, Վիտալի Յարոշի Պարալիմպիկ, Անդրեյ Յակովլևի Փրկել Կամերյունկեր Պուշկինին մոնոներկայացումները և Գյորգի Կասվիանիի Խոստովանություն, ես Սերգեյ Փարաջանովն եմ թատերական պատումը։ Դա շատ գունեղ, շատ մասշտաբային ներկայացում է եւ դա կցուցադրի ինձ թվում է շատ ռոմանտիկ, գեղեցիկ, պոետիկ այն պոետի կյանքը եւ ներքին ներաշխարը, որը ուներ Փարաջանովը եւ երանգներից մեկը կցուցադրի մեր հյուրը։ Ընդհանրապես ուզում եմ ասել, որ այս տարի այդ թեման հերոսը պատմության մեջ, անձը պատմության մեջ, մեր փառատոնի մեջ շատ լուրջ է ընդգրկված։ Փառատոնի օրերին բացի մասնակից արտիստներից Հայաստան կժամանեն միջազգային հեղինակավոր փառատոների ղեկավարներ, փորձագետներ, մոնոթատրոնի հայտնի անուններ, որոնք կանցկացնեն նաև վարպետության դասեր։ Արդեն ավանդաբար փառատոնը խիստ կարևորում է ապակենտրոնացման քաղաքականությունը եւ երևանյան թատրոններից բացի Արմոնոն համագործակցում է Գյումրիի եւ Աբովյանի թատրոնների հետ ու փառատոնային ծրագրում Սասունցի Դավիթը կներկայացվի Գյումրիում, իսկ Աղասիմ Մելքոնյանի Թղթեմարդ փոքրիկների համար Աբովյանի թատրոնում։ Թատերական միջազգային տենդենսների բազմազանության մեջ Արմոնոն իր գոյության ամբողջ ընթացքում առանցքային է համարել ազգային թատերական գեղագիտության տարածումը։ Փառատոնը միշտ անդրադառնում է մեր ազգային թեմաներին եւ դե Սասունցի Դավիթը, որը ես արդեն նշեցի, մեր նախագիծն է փառատոնի, Գոմեշը, որը նույնպես մեր փառատոնի նախագիծն է, եւ այդ մեր ազգային թեման, որը կարմիր գծով է անցնում բոլոր փառատոնների շրջանակում, դա իրոք շատ կարևոր է փառատոնի համար, որովհետեւ այն ազգային ոգին, որ պարտավոր է որ լինի թատրոնում, կա մեր գրեթե բոլոր ներկայացումների մեջ։ Փառատոնային բոլոր ներկայացումները կցուցադրվեն Արմոնո դանս, Արմոնո դեբյուտ, Արմոնո տրիումֆ խորագրերի շրջանակում, ամբողջացնելով տարբեր երկրների մոնոթատրոնների շռայլ բազմազանությունը հայկական փառատոնի ծրագրում։ Նունե Ալեքսանյան, լուրեր։